Հեսա դարակիր կարավանները դեպի հարավ, խորտանան, դեպի համա, հետո դեպի դերձոր։ Այս գծիկները ցույց կտան դարակության ճամփաները։ Կեսաբահայ գրող լեզվաբան Հակոբ Չոլակյանը մի քանի գրքերում ամփոփել է հայրենի բնակավայրի արյունալի պատմությունները։ Հայաբնակ շրջանը, որը դեռ մեկ դար առաջ գտնվում էր Օսմանյան կայսրության տիրապետության ներքո, անցած մեկ դարում 3 անգամ դատարկվեց։ 2 անգամ երիթուրքերի կողմից, մի անգամ էլ 2 տարի առաջ սիրիական պատերազմի ժամանակ։ Ոչ դոհմեր կերտաստաններ չնչված են դարակրության ճամփաներում։ 7000 քանիսը 8000-ին 9000 բնակչություն կացած է դարակրության 1919-20 թվականներում վերադարձող վերապրողներու թիվը 1000-1200 է, այսինքն ահավոր հսկայական գորուս։ Ուսումնասիրելով մեկդարյա պատմությունը Չոլակյանը նշում է, Թուրքիային սահմանակից հայաբնակ շրջանը 101 տարվա ընթացքում կորցրեց իր բնակչության գերակշիռ մասը, սակայն գաղթի ճամփան բռնած քեսապցիների գոնե փոքր մասը հնարավորություն ունեցավ վերադառնալ հայրենի բնակավայր ու չնայած կորուստի մեծ ցավին ոտքի կանգնել ու շենացնել այն։ Թերևս այդ ամբողջ շրջանագի մեջ քեսապը եղավ այն պաղտավոր բնակավայրերեն մեկը, որ մնաց Թուրքիո Հանրապետության սահմաններեն դուրս եւ գրծավ գրքին վերականգնին, բայց անոր վերականգնումը թուրքական իշխանությունները երբեք բազմաթիվ ապացույցներ կան, ես նկարագրած եմ իմ առաջին ադորի մեջ եւ այդ ամբողջ այս 100-ամյակին հյուսային Սուրիո հայությունը միշտ այլ Թուրքիո ուշադրության ներքև էր։ Հայրենակիցների պատմությունները ամփոփած գրողի ընտանիքը եւս տարագիրների շարքում է։ Հուզմունքը թաքցնելով պատմում է, որ հորեղբայրն ով մոր հորդորով գիրքն էր առել փոքր եղբոր Խանձարուրը, գաղթի ճանապարհին կարծելով, թե երեխան մահացել է, նրան թողնում է արդեն մահացածների շարքում ու անցնում առաջ հասնելով մորը։ Սարգիսը գշալգ է, բավական դեր քալել է ետքը, կդեսնե, որ մանուկը ոչ կշնչե, ոչ ցայն կհանե, կնետե բադին տակ բերտին եւ գշարունակե, կսե մերերը։ Արդեն գարավան է, մերնոներ շատ կլան, ճամփուն վրա մնացողներ, իտնալ այդպես փոքրիկ կնետ է։ Բավական ճամփա երթալի ետքը կհանդիպի մորը, մայրը կսե ուր է ապրահանը, կսե մամա մերած էր տրի պատին, կսե վայ անբիտան, այ իմ դղաս ցան չի աներ, մշիկ քնանա, ադիկա չէ մերած, իմ հորս համար։ Գրողը առանձնացնում է հատկապես թուրքերի կողմից քեսապցի մանուկների առևանգման պատմությունը, երեխաների մեծ մասին կուրացած ու սպանված էին գտել։ Ես կճանչնամ 2 հոգին այդ փոքրիկներեն, մեկը Պետրոս Ապելյանն էր եւ մույսնալ Երջանկայիշատա Տերենիկ եպիսկոպոս Փոլադյանի քույրն է։ Ասոնք մնացած են այդ գործարանին մեջ եւ այդ գույրերու շարքին անցած է։ Պետրոսը ավելի հետո գործծուցած է իր դեսողությունը։ Քեսաբի պատմությունից զատ Հակոբ Չոլակյանը նաև Մուսալեռան պատմությունն է հավերժացրել։ Անձամբ է հանդիպել Սարգիս Կաբակյանին, ով ըստ վկայությունների առաջին փամփուշտն է արձակել թուրք զինվորների ուղղությամբ։ Օսմանյան բանակի զինվոր Սարգիսը փախչելով բանակից գյուղացիներին պատմում է սպասվող դեպքերի մասին ու նրանց հետ լեռը բարձրանում։ Օսմանյան բանակյան վաշտը կբարձրանա գեհետաբանտե հայերը եւ ուրեմն ցիավորները գմոդենան գահստին առաջին խրամանտներուն Սարգիս Կաբակյանը դարձակի առաջին փամփուշտ Չոգադի հրամանատարը գխնիգոր գինացի են դար մույսերը կփախչի գյուղացիները Սարգիս Կաբակյանի հետ կվազեն եւ կտեսնեն որ մարդը մերեր է գյուղացիները մենալ ցերկերը ծունգերուն զարներով կսեն հեյ վախ աշխարի վերջը եկավ Օսմանցի զինվորը կսատկի, ահա վասիկ սատկեցա։ Այդպես ընտրնում գար, որ Օսմանյան բանակի զինվորը չի մերնիր կնտագել։ Քեսապցի գրողի պատմությունները շատ են, դեռ նորերը կան, որ լույս չեն տեսել, եւ դրանք բոլորն էլ ցավի հետ մեկտեղ հպարտությամբ են լցնում նրա հոգին։ Ինձ համար քեսապը հայ ժողովրդի դիմադրական ուժի սիմվոլ է։